Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցության անդամները հանդիպել են գյումրեցիների հետ, հորդորել ակտիվորեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Իշխանությունները մի բանի վրա են աշխատում։ Ինչքան քիչ մասնակցություն, այնքան լավ իրենց համար։ Այսինքն նրանք իրենց այս քարոզարշավով նոր ցայն ավելացնել խնդիր չունեն իրենք։ Անպայման պետք է մասնակցել ընտրություններին։ Չմասնակցողը դասալիկ է, որովհետև այսօր պայքարի այս փուլում, այս ձևում քվեով է պայքարը։ Մենք պայքարել ենք բոլոր հնարավոր ձևերով, պայքարել ենք տարիներ շարունակ, ազգային ժողովրդավարական բևեռը այն կուսակցությունն է, եւ ես ձեզ չպետք է ասեմ, ձեզից շատերը ինքներդ դրա մասնակիցն եք, որ տարիներ շարունակ հանրահավաքներով, ցույցերով, լոբիստական աշխատանքով, լինի պետական մակարդակի, լինի միջկուսակցական մակարդակի, տարբեր հարցերի շուրջ համաժողովներ, գիտաշողովներ կազմակերպելով կամ անգամ գրքեր հրատարակելով արել ենք, պայքարել ենք։ Բայց այսօր մեկ շաբաթ առաջ ընտրություններից կարևորը ընտրություններին մասնակցելն է։ Ազգային ժողովրդավարական բևեռը քվեաթերթիկում 8-րդն է, կուսակցության վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանը։ Ցուցակի առաջին համարը ներկայացրեց նախընտրական ծրագիրը, ասաց իրենք իրական խաղաղություն բերող քաղաքական ուժ են։ Մենք ժամանակին կանխատեսում էինք, որ ռուսական մեն իշխանությունը ինքը իր կամքով կամ իրերի երևույթների դասավորությամբ է դուրս գալու մեր տարածաշրջանից թուլանալով, ինքը իր խնդիրների մեջ խորանալով։ Տարածաշրջան է գալու Միացյալ Նահանգները, որի մասին խոսում էինք, ոչ ոք չէր խոսում։ Միացյալ հոբի դեմ միայն մենք էինք պայքարում, այսինքն այդ ամբողջ անվտանգային համակարգը մեկ ձեռքի, մեկ զամբյուղի մեջ դնելու դեմ, էլի միայն մենք էինք պայքարում սրանից 11-12 տարի առաջ։ Եվ մեր ասելիքը էներգետիկ անվտանգության մասով, էլի բևեռը ունի հստակ ծրագիր, հստակ պատկերացում առանց աղավաղումների, անուն ազգանուններով, թե ինչպես եւ ինչ միջոցներով կարելի է էներգետիկ անվտանգություն այլընտրանքը ձևավորել։ Ազգային ժողովրդավարական բևեռը համաձայն չէ, թե Ադրբեջանն այլևս մեզ համար վտանգ չի ներկայացնում։ Խոսքը գնում է այն Ադրբեջանի մասին, որը Հայաստանի քաղաքացիներին պատանդ է պահում, այն Ադրբեջանի մասին, որը Հայաստանի զինծառայողներին գերի է պահում եւ անգամ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած պարտականությունները չկատարեց եւ պատանդներին ու գերիներին ազատ չարձակեց։ Այն Ադրբեջանը, որը հայտարարում է, թե Հայաստանը դա արևմտյան Ադրբեջանի տարածքն է։ Ազգային ժողովրդավարական բևեռը ազգային ազատագրական պայքար մղող, այժմ էլ ազգային ազատագրական պայքարը ազգային ժողով տեղափոխող ուժն է, նշել է падգամավորի թեկնածու Արմինե Սախոյանը։ Սասնածռերի հերոսական գործողությունը, կարծում եմ, հայ ժողովուրդը դեռ շատ է հիշելու եւ ոչ միայն հիշելու է, այլ նաեւ իրոք արժանացնելու է այն գնահատականին, այն պատմական իրողությանը, որովհետեւ Սասնածռերի հերոսական գործողության շնորհիվ էր, որ մենք կարողացանք 4 տարի հետաձգել մեր հայրենակիցների, մեր տղաների զոհվելը։ Ազգային ժողովրդավարական բևեռը համոզված է, գալիք սերունդների ուսերին ծանր բեռ չթողնելու համար արդեն իսկ այսօր պետք է գործել, գնալ ընտրության եւ քվեարկել 8-րդ համարի օգտին։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։